նորմալ սնուցում այդ ամբողջ մի տարվա ընթացքում չի եղել։ Հղի կին կար, ով նույնպես պատացել էր, երեխաներ, կանայք, արդեն մահացած մարդիկ էին։ Ճանապարհը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, մի դոզադեղով 2 վիրահատություն է արվել, երեխան կյանք փրկել հնարավոր չէր, հազիվ փրկել են կնոջ կյանքը։ Ես Գոհար Տոնյանն եմ, մասնագիտությամբ մանկաբարձ գինեկոլոգ եմ, Արցախից եմ, Ճարտարից, եկել եմ այստեղ սովորելու, իմ միակ նպատակը այն ա եղել, որ ավարտեմ ու վերադառնամ եւ օր առաջ էի դրան սպասում։ Հենց ավարտել եմ Երևանում արտինատուրան, միանգամից 2022 թվականի հոկտեմբերին տեղափոխվել եմ Արցախ ու սկսել եմ աշխատել Մարտունիում, Մարտունու հիվանդանոցում։ Այն որ ասում են հողու ուժ ունի, իրոք հողու ուժ ունի։ Իմ միակ նպատակը այն էր, որ ինչքան հնարավոր է շուտ վերադառնամ ու սկսեմ աշխատել։ Հենց հայրենիքում։ Եկավ մի կին ու հայտնեց իր հղիության մասին, եկել էր առաջին սոնոգրաֆիան անեինք, իջանք նայեցինք, ասեցի, որ զույգ պտուղ է, հուզվեց, սպասված բալիկ էր, ուզում էր, որ անպայման ունենային, հետո դե սկսեց մտածել արդեն, վայ, բա ոնց եւ այլն։ Մի շաբաթ հետո կանչեցի, որ նորից նայենք սրտիկները, տեսնենք նորմալ ամեն ինչ բան, ու տեսանք, որ չէ, զույգի տեղը եռյակ է։ Այդ հենց բլոկադայի առաջին օրերին էր։ Դա երևի իմ համար սենց այն առաջին հույսի կտորն էր, որ կախվել էի դրանից։ Մտածում էի, որ հա, դե կապ չունի, որ բլոկադա է, բայց մեկը հղիությունները հաստատվում են, լավ նորությունները կան։ Այդպես այնպիսի դեպքեր եղան բլոկադայի ընթացքում, անպտղություններով կանայք հղիացան, սպասում էինք բալիկների ծնունդների, ովքեր որ տարիներով սպասված էին, ու հույսը միայն դա էր, որ ինչ էլ լինի, ինչքան էլ վատ պայմաններ են, բայց մեկ ամենք ունենք դրական լավ արդյունքներ, որոնց համար արժի պայքարել, արժի ապրել։ Մայիսի 25-ին թե 26-ին իրանք ծնվեցին, որ մեր սպասված ճիշտ է վաղաժամ ծնվեցին, բայց Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատան ամբողջ թիմն էր իրանց հետ պայքարում, ես էլ հետներս հենց հեռվից, չգիտեմ, մտածում ենք, որ ամեն ինչ լավ կլինի ու դա է մեր հույսը, մանավանդ որ 3-ն էլ տղաներ էին ու չգիտեմ, հղին էլ ասում ենք, որ եկեք ձեզ կարմիր խաչով ուղարկենք Հայաստան, ասում էր ես չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխաները ծնվեն հենց Արցախում։ Հղիների համար դժվար էր։ Մենք պահանջում էինք, որ իրանք ժամանակին այցի գան, իրանք չէին կարողանում ներկայանալ զուտ վառելիք չլինելու պատճառով։ Չգիտեինք արդեն այդ հղիների հետ ինչ կլինի։ Իբր ցիվիլ կյանք է, 21-րդ դար է, բայց հղի տեղ հասնելը դժվար էր լինում եւ մտովի գնացել էինք արդեն 90-ականներ, միգուցե ավելի վաղ ժամանակաշրջան ու փորձում էի տատիկիս ինչ որ ասածները հիշել, որ ոնց է ինքը Ճարտարից գնացել, ասենք քերթ, այնտեղ ծնունդ ընդունել ոտքով, փորձում էինք մտածել, որ մենք մի քիչ ավելի լավ ենք, շտապ օգնության մեքենա ունենք, որը որ կարող է ծայրահեղ իրավիճակներում մեզ օգնությանը հասնում, հղիներին տեղափոխում է եւ այլն։ Մտահոգությունները հիմնականում սննդի ոչ առողջ թերսնուցված բալիկներ ունենալու մեջ էր, որ միգուցե իրանք չեն սնվում նորմալ, բա դա խնդիր չի լինի եւ այլն։ Հետ հայացք որ գցում եմ, երբ որ Արցախից եկել ենք վերջին մի տարվա մեջ, 1.5 տարվա մեջ, բոլոր հղիները, ովքեր արցախցիները ծննդաբերում էին, իրանց մոտ կամ փոքր քաշով բալիկներ էին ծնվում, որ թերսնուցման
նշաններից մեկն է, կամ ինչ որ մի խնդիր էր ի հայտ գալիս, որը էլի թեր վիտամինոզների, չգիտեմ, թեր սնուցման պատճառներ էր, երբ որ ինձ հիվանդանոցում ավակ ընկերները ասում են, վայ, բա ինչի է քաշը փոքր, բա ինչի է սենց, բա այս ժամկետում պետք է սենց չլինի, ասում էին իրանք Արցախից են, մի մոռացեք, մի ամբողջ տարի այդ մարդիկ նորմալ չեն սնվել են այն ամենով, ինչ եղել է, ու ամեն արցախցու մոտ նկատել, որ հա հեմոգլոբինը ցածր է, երկաթի պաշարը ցածր է, եւ այլն, դա կարելի ասել դաժե նորմալ է, որտեվ նորմալ սնուցում այդ ամբողջ մի տարվա ընթացքում չի եղել։ Հիվանդանոցը ուներ իր պաշարները։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկն էլ, բոլոր բժիշկներն էլ հասկանում էին, որ մեկը ինչ որ մի բան լինելու է, բոլորս փորձում ենք խնայողաբար ամեն ինչ օգտագործել, փորձում ենք քիչ-քիչ հիվանդներին դեղորայք տալ, փորձում ենք այն ինչը որ հնարավոր է չանել, առանց այդ դեղի անել, առանց դրա անել, փորձում ենք, եթե հավելյալ թել է պետք այդ վիրահատության ժամանակ չօգտագործել, այն քիչը օգտագործել, որ մի հատ թել խնայենք։ Չունեինք իհարկե, ասենք, կեսարյան հատման ժամանակ կան մեծ թելեր, որոնք որ մենք չունեինք ու փորձում ենք փոխարինել նրանով ինչ որ կա։ Ոչ ժամանակին չտեղափոխվելու կամ մինչև այդ բենզինի վառելիքի հարցը լուծվել է, մինչև Ստեփանակերտից ռեանիմացիոն թիմը եկել է, միգուցե ինչ որ չափով ուշացել է, ճիշտ է, փորձել ենք կայունացնել հիվանդին, տեղափոխվել է Ստեփանակերտ, բայց մեկը ելքը վերջում արդեն վատն է եղել։ Ունեցել ենք այդպիսի դեպքեր եւս։ Պատերազմի օրը սովորական հերթական օր էր։ Հետո մեր ընկերներից մեկը զանգեց, ասեց հարավի վրա հարձակվել են։ Ասում ենք, չէ, եթե հարավի վրա հարձակվեին, մենք այստեղ ենք, մեզ իմաց կտային եւ այլն, ու փորձում ենք ճշտել, որ այդ որտեղ է, ոնց է եւ այլն, ինչ վիճակներ է։ Պատրաստվում ենք ընդմիջման գնալ ամեն մեկս մեր սենյակներում։ Ուտելիք էինք սկսել տաքացնել, որովհետեւ լույսերը 10 րոպե շուտ էին տվել։ Առաջին պայթյունը լսվեց։ Դե ասում ենք լավ, դե երևի հերթական այդ ականազերծման process-ներն են, հետո երկրորդը, հետո երրորդը։ Հիվանդներին իջացրեցինք նկուղ, արդեն ամեն մեկս գիտեինք ով որտեղ է աշխատելու, որ սենյակը ինչի է վերափոխվելու, սկսեցինք արագ կազմակերպել սենյակների վերադասավորումը, բացել փակ սենյակները, հանել այն միջոցները, որոնք որ պահել էինք այդ օրվա համար, ու սկսել աշխատել արտակարգ իրավիճակով։ Մեզ կանչ տվեցին տարբեր նկուղներից, որ մարդիկ են վատացել, ու շտապօգնության մեքենայով դուրս եկանք, գնացինք տարբեր նկուղներ, մանկապարտեզի, քաղաքացիական երկու տարբեր նկուղներ, ու իմ համար ամենաանորոշ ու ամենաանելանելի վիճակում գտնվող մարդիկ այդ մանկապարտեզի երեխաներն էին, որ իրանք համ հասկանում էին, համ չէին հասկանում, համ լացում էին, համ վախենում էին, համ չէին վախենում, չհասկանալով ինչա կատարվում։ Հղի կին կար, ով նույնպես վատացել էր, այդպիսի մարդ չկար երևի, որ իր հարազատը առաջնագծում չլներ, ու հիմնականում մամաներ էին երևի, կամ կանայք էին, որ ամուսինների մասին էին մտածում, իրանք էին վատացել, փորձեցինք առաջին օգնություն ցույց տալ, ուղղակի հոգեբանորեն թեկուզ խոսել, որ ամեն ինչ լավ կլինի, ու վարորդը շտապօգնության եկավ, ասեց արդեն զինվորական շտապօգնություններ եկան, երևի թե վիրավոր են բերել, արի հետ գնանք, կարող է մեր կարիքը այնտեղ կա, արի մեր միակ շտապօգնության մեքենան է, որ բենզին կա մեջը, արի հետ գնանք։ Հետ գնացինք ու արդեն առաջին օգնություն էին ցուցաբերում այդ վիրավորին, առաջին վիրավորին, ծանր բազմաբեկորային վիրավորում էր, գլխի բաց վիրավորում կար, պետք է իրան տեղափոխեինք Ստեփանակերտ։
ճանապարհը դեռ հանգիստ էր, ճիշտ է կրակում էին, բայց անցանելի էր, հնարավոր էր գնալ։ Տեսնում էինք մեր տղաներին ճանապարհի մի եզրում, արդեն դե ճանապարհը մոտիկ էր այդ ռազմադաշտերից։ Տեսնում էինք, որ մեր տղաները նույնպես կրակում են, չգիտեմ, այդ պուշկաներով եւ այլն, ու ուրախանում էինք, որ վայ, մեր տանկերն են առաջ գնում, հեսա մերոնք են կրակում, էս մերոնք են։ Ստեփանակերտ հասանք, բայց հենց մենք ուզում էինք վիրավոր իջացնեինք, դե մեր վիրավորը կենթանի էր։ Տեսանք, որ շտապ օգնության մեքենաներ են ու այնտեղ արդեն երեխաներ, կանայք, արդեն մահացած մարդիկ էին։ Երևի այդ պահին եմ ես սկսել գիտակցել, որ իրոք պատերազմ է ու ամեն ինչ կարող է լինի, որ պետք է սպասել ավելի շատ մահացած մարդկանց տեսնել, միգուցե եւ հարազատ մարդկանց։ Մասնագիտական վատ դեպքը մի քիչ սպասելի է լինում, ավելի շատ տրամադրված է լինում, որ հա կարող է լինի բարդություն, կարող է լինի, բայց տեսնել մեծ, հասուն, 3-4 տարեկան այդ երեխաների դեմքերը, չգիտեմ, իմ աչքերից չեն հեռանում երբեք, մահացած, սենց անօգնական, դա երևի ամենադաժանն էր, վիրավորների հոսքներ արագ գալիս, ավելի գնալով ծանր վիրավորներ էին գալիս, զինվորներ էին գալիս ու փորձում էինք անել այն ամենը, ինչ որ հնարավոր է, ինչ որ մարդկային ուժերը թույլ են տալիս։ Հետ գնացինք Մարտունի, արդեն Ստեփանակերտից մեր անեստեզիոլոգի հետ։ Անեստեզիոլոգը իմ ընկերներից էր, Ստեփանակերտում էր բնակվում։ Պետք է գնացել էի, որ իրեն համոզեի գալ Մարտունի, որովհետև մենք չունեինք անեստեզիոլոգ ու արտակարգ իրավիճակում աշխատող մեզ ձեռք էր պետք, ով ավելի ամեն ինչին տիրապետում է, Աբրահամյան Բորիսը։ Իրա գալը Մարտունի փրկելան լիքը զինվորների կյանքեր, ինքն էր ավելի կառավարում ամենածանր հիվանդներին, իրա շնորհիվ է, որ կարողացել ենք վիրահատություն անել այնտեղ Մարտունիում, մի հատ ավել կյանք փրկել, թեկուզ կարիք ա եղել ինտուբացիա անել, հիվանդին արհեստական շնչառություն տալ, իրա շնորհիվ է, որ այդ ամեն ինչ կատարվել է ու իրա շնորհիվ է, որ Արցախում Մարտունիում վերջին 3 կեսարյան հատումներն են արվել ու 3 բալիկներ փրկվել։ Ամսի 20-ի առավոտյան արդեն ասել էին, որ էլ չփորձենք տեղափոխենք վիրավոր, որտեղ հարավը անջատված է Ստեփանակերտից, Մարտունին անջատված է ու ճանապարհը ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Արդեն մենք փորձում էինք անել ամեն ինչ ինքներս։ Մենք ունեինք մի հղի պարկած բաժանմունքում, մոտ վաղաժամ ծննդաբերություն էր սկսված ու կանխարգելվում էր, պահպանվում էր հղիությունը, որ վաղաժամ չլինի։ Ամսի 20-ին, 20-21-ի գիշերը արվեց իրան կեսարյան հատում, 20-ի առավոտյան դե ծննդաբերություն էինք ունեցել, Մարինեն էր ծննդաբերել, ով իմ համար են համար մեկ հերոսներից է։ 22-ի առավոտյան արդեն մեր հիմնական հիվանդներին գիտեինք, որ Կարմիր խաչը գալու է տեղափոխի մեր վիրավորներին մնացած։ Պետք է տեղափոխվեին Ստեփանակերտ նաև բժիշկներից 2-ը, ռևմատոլոգը, ով նույնպես Մարտունիում էր, Արցախի ռևմատոլոգը Սվետլանան ու առավոտյան սպասված իմ շատ սպասված հղիներից մեկի մոտ ջրերի արտահոսք է լինում, ծննդաբերություն է սկսվում ու նայում եմ, հասկանում եմ, որ ինքնուրույն ծննդաբերությունը հնարավոր չի լինելու, պետք է լինելու կեսարյան հատում անել,
արագ գնում ենք Մարտունու հիվանդանոց, այն վերջին բենզինով եւ այլն։ Ու խնդրում եմ բժիշկներին, որ զբաղեցնեն Կարմիր խաչի աշխատողներին այնքան, որ մենք կարողանանք այդ կեսարյանը անել։ Բժիշկներից սրտաբան Լալայան Վարդանը նույնպես եկել էր Մարտունի, ինքն էլ է շատ մեծ գործ արել։ Առաջին կեսարյանի ժամանակ գալիս է երկրորդ կեսարյանը ու այն որ դե կես դեղ ունեինք, մի դոզադեղով 2 վիրահատություն է արվել, արագ արել ենք, այնքան որ համ այդ կյանքերը փրկվեն, համ էլ որ Կարմիր խաչի երկար չսպասի, որովհետև ադրբեջանցիները իրանց ժամեր էին տվել, որ այդքան ժամերի ընթացքում պետք է հետ գնան Ստեփանակերտ, արդեն Վարդանը Լալայան զբաղեցնում էր այդ Կարմիր խաչին, ասում էինք դանդաղ տարեք վիրավորներին նստացրեք, որ մենք հասցնենք երկրորդ կեսարյանն էլ անել ու անեստեզիոլոգը հասցնի գնա։ Ստացվեց այդ օրը անել, փրկել այդ 2 կյանքերը, աղջիկ ու տղա։ Այս մի սենյակում ծննդաբերություն է գնում, հեսահրաշք է տեղի ունենում, երեխա է լույս աշխարհ գալիս, մյուս սենյակը վիրահատության են գնում, որ կյանք փրկեն, կստացվի թե չի ստացվի, չգիտենք, որտեղ մեծ արյունահոսություն է, դա սովորաբար այդպիսի վիրահատություն անում են, չգիտեմ, լավագույն կլինիկաներում, որտեղ բազմապրոֆիլ է, կան տարբեր մասնագետներ, չգիտեմ, լյարդի կարում եւ այլն, ամեն պահի չի, որ անում են, լյարդային արյունահոսություն ամեն պահի չի, որ դադարեցնում են։ Մյուս սենյակում էլ մահ է գրանցվում։ Երևի ամեն ինչը շատ արագ է կատարվել ու մենք չենք հասցրել ուղղակի այդ պահին գիտակցենք ինչա կատարվում։ Հույզերի տեղատարափ էր, հույզերի իրար խառնվում էր, բայց բոլորս հույս ունեինք, որ եթե ծննդաբերություն կա, եթե այս կրակների մեջ ծնվում է մարդ, ուրեմն ամեն ինչ կորած չի, ուրեմն մենք հույս ունենք, որ Արցախի վերջը չի սա։ Բարեբախտաբար ավելի շուտ այդպիսի ընտրություն չի եղել, որ այդ տեղը ում համար օգտագործենք ծանր վիրավորի, թե ծնունդի, ով որ պետքա ծնվի, միգուցե որ երկար շարունակվեր, երկար ժամանակ պայքարեինք այդ պատերազմական իրավիճակում, երևի թե կհայտնվեինք նման դեպքում։ Շատ դժվար է ասել ինչ կանեի, կօգնեի նորածնի լույս աշխարհ գալ, թե վիրավորին ապրել, չեմ կարող ասել։ Ամսի 25-ին ասեցին, որ արդեն պետքա գյուղը դուրս գա, ճարտարը դուրս գա։ Ես մեկ էլ ցավում եմ դրա համար, որ մի օր ավել կամ մի ժամ ավել այնտեղ չմնացի։ Մենք էլ դուրս եկանք։ Ասում էին, որ արդեն թուրքը սոս է հասել, պետքա ազատեք, դուրս գաք, արդեն մտնելու են ճարտար, ու իրոք երևի ամսի 26-ին, թե 26-ի երեկոյան բան ասում են, որ արդեն մտել էին, արդեն դուրս էին գալիս, արդեն գաղթը սկսված էր ու Մարտունից Ստեփանակերտ ինչ որ ճանապարհին մի հատվածում հանդիպեցի այդ հղիին, տեսա որ հանգիստ է, իրոք ծննդաբերությունը դեռ ակտիվ փուլում չի, ժամանակ ունենք կկարողանա տեղափոխվել Ստեփանակերտ, առաջ չէր շարժվում այդ մեքենաների շարասյունը, անհանգիստ ամուսինը հղի, փորձում էինք ինչ որ ձևով իրանց առաջ տալ, մարդկանց արցախցիներին հնարավոր էր խնդրել, թողնել, որ այդ մեքենան առաջ գնա, բայց փակ էր, չէին, ասում էին, որ թուրքերն են փակել ու չեն թողնում այդ պահին մարդը անցնի, մեքենա անցնի, այդ պահին ռուսների ինչ որ այդ ԲՏՌ-ներ բան եկան, իրանց կանգնացրեցինք, չգիտեմ այդ պահին իմ գլխին ինչ փչեց, բայց կանգնեցի այդ իրանց մեքենայի դեմը ու ասում եմ, խնդրում եմ, ինչ կլինի,
ծննդաբերող կինա, փորձեք տեղափոխեք դուք առաջնորդեք, թող առաջ գնա ու իրան պետքա հասնել Ստեփանագերտ։ Իրանց բանի հրամանատարին են կանչում, ասում հնարավոր չի, այստեղ կապ չկա։ Մենք չենք կարողանում կապվել մերոնց հետ, որ խնդրենք իրան առաջ տանեն։ Նորից եմ ասում եմ լավ դե, բա ինչ անենք, հիմա ինչ եք առաջարկում, ասում դե կարանք հետ գնանք։ Ու գնում են առաջ շարժվում, ամուսինը թուրքերին է խնդրում, ադրբեջանցիներին է խնդրում, որ ծննդաբերությունը պետք է հասնել Ստեփանագերտ, իրան բաց են թողնում, Փարքաստո ժամանակին հասնում է նորմալ ծննդաբերում այնտեղ։ Ավելի վատ բաներ են իհարկե եղել, որ մեքենաներ են խփել, հասցրել են, չգիտեմ, արդեն հղի կնոջը հասցրել են ծանր վիճակում Գորիս ու երեխան կյանք փրկել հնարավոր չէր, հազիվ փրկել են կնոջ կյանքը։ Երբեք չեմ մտածել, որ տարիներ շարունակ ասված են, որ թուրքը ճարտար չի մտել, թուրքը մարտունի չի մտել, դա կարող է մի օր իրականություն դառնա ու թուրքը մտնի այդտեղ։ Կամ Մոնթեաբերդը մի օր կոտրվի, կամ ոչ մեկ չէր մտածում, որ կարող է գա մի օր, որ ստիպված ուղղակի թողնենք ու դուրս գանք։ Ու հիմա էլ վիդեոներով ինչ որ մանգանք տեսնենք, մեր տուն հասան, մեր տունը նկարեցին, կամ ինչն է իրատեղում, ինչը իրատեղում չի, կամ ապրենք 21-րդ դարում, որ աշխարհի ամեն ձեր կարան գնանք, բացի մի տեղից, ուղղակի արգելված է այդտեղ մեզ գնալու։ Գաղափարը, որ մենք միշտ այնտեղ ենք ապրելու, այնտեղ ենք մեր հողում ենք ապրելու, դա բոլորի սրտում էր ինձ թվում, բայց երևի թե հիմա էլ միակ բանը, որ ապրում գոյատևում ենք, այն է, որ միգուցե մտածում ենք, որ մի օր մենք նորից հետ ենք գնալու։ Ես ինձ այդպես եմ միշտ տրամադրում, որ եթե մարդու ծնունդը, եթե անելաների իրավիճակներ են լինում երբեմն, որ շատ վտանգավոր է լինում, բայց հաղթանակում ենք, ունենում ենք առողջ բալիկի ծնունդ, առողջ մայրիկի հետ, այդ հրաշքը երբ որ տեսնում ես, դրանից հետո սկսում ես ամեն ինչի հավատալ ու երևի թե դա է, որ ես ինձ անընդհատ հավատով տրամադրում եմ, որ հա, մենք մի օր գնալու ենք Արցախ ու նորից ամեն ինչ նույնն է լինելու։ Հիմա Արցախը լուսավոր այտենց կետի, լուսավոր շրջանի նման է ու փորձում եմ ուղղակի Արցախը սրտումս ապրել, ոչ թե տխուր մտածել, որ չկա եւ այլն, ինքը միշտ լինելու է։ Մենք այնտեղից ենք, մենք ապրելու ենք միշտ Արցախով ու փորձելու ենք մեր սերունդներին էլ դաստիարակել արցախյան շնչով, ոգով, սրտով, ինչքան հնարավոր է պահել Արցախը մեր հոգում։ Իմ ամենալավ գնալու տեղը հիմա Սյունիքն է։ Գնացել եմ, նայել եմ Հակարի կամրջին։ Ուղղակի նայել եմ, ուրիշ բան չէի կարող անել։ Օդ եմ շնչել, որ Արցախի հոտ կա։ Փորձել պահել, որ այդ օդը գոնե մի քիչ ավելի երկարացնի։